Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Փինչադեպի մասնակից եղբայրներից մեկի 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումն է հրապարակվել, նա կկալանավորվի 2 ամիս ժամկետով։ Մարտի 23-ին հակակոռուպցիոն դատարան գործ է ստացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Դրա համաձայն Նիկոլայ Թադևոսի Նալբանդյանին մեղադրանքի առաջադրվել այն բանի համար, որ նա 1985 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2021 թվականի հուլիսի 18-ը զբաղեցնելով Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գավառի մանկատուն պոակի տնօրենի պաշտոնը և մշտապես իրականացնելով կազմակերպական, տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, հանդիսանալով հիշյալ կազմակերպության անունից հանդես եկող լիազորություններ ունեցող անձ, իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ 2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 21 թվականի մարտ յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա մարտն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է իր քրոջ ամուսնու ԼՀ-ի կողմից Գավառի մանկատուն պոակից վարձակալած տարածքում կառուցված եւ փաստացի իրեն ու գլխին պատկանող այգի սրճարան ռեստորանի ջեռուցումը, սակայն դրա դիմաց որևէ վճարում չի կատարվել։ Արդյունքում Գավառի մանկատուն պոակին պատճառվել է 648,000 դրամի չափով գույքային վնաս։ Քննչական կոմիտեն պարզել է, որ ամուսինը համատեղ կյանքի ընթացքում պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեբանական ուժեղ տառապանք է պատճառել կնոջը, նրան հասցնելով ինքնասպանության։ Պարզվել է, որ ամուսինը ապօրինի ձեռք է բերել եւ իր բնակության վայրում պահել ռազմամթերք հանդիսացող 38 հատ մարտական փամփուշտ։ Մուշի բաժին է ներկայացվել 29-ամյա մի երիտասարդ, որը դեկտեմբերի 22-ից Ճամբարակի բաժնի կողմից հետախուզվում էր ապօրինի կերպով հրազեն կրելու մեղադրանքով։ Մարտի 31-ին Երևանի Ռոստովյան Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Lexus եւ Honda մակնիշի ավտոմեքենաները, 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Ապրիլի 1-ին բարեկները տեղեկություն են ստացել, որ Բաբաջանյան փողոցում Mercedes մակնիշի վթարված ավտոմեքենա կա։ Այն հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվելով բնակչին պատկանող շինության ապակեցուցափեղկին։ Մարտի 31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սերոխանզանդյան փողոցում այրվում են տներ, հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 2 կանչ, հրշեջ փրկարարները մեկուսացրել ապա մարել են կրակը, այրվել են 3 տների տանիքներից մոտ 150 քառակուսի մետր հատված, տներից մեկի սենյակը եւ կից պատշգամբը գույքով, ջերմահարվել կառուցատալեր, փրկարարները տարհանել են 4 քաղաքացու, տուժածներ չկան։ Մարտի 15-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց ահազանգ, որ Արտաշատի խճուղում կայանված բեռնատարներից գողացել են մարտկոցները։ Շենգավիթի համայնքային ոստիկանները մեկնեցին դեպքի վայր եւ պարզեցին, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատճառվել էր 180,000 դրամի վնաս։ Նախաձեռնվեց քրեական վարույթ եւ Շենգավիթի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել է Չարենցավան քաղաքի բնակիչ 34-ամյա տղամարդ։ Մարտի 17-ի առավոտյան նա ձերբակալվեց եւ տեղափոխվեց Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է, որ բեռնատարների մարտկոցները ինքն է գողացել։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Արմավիրի մարզի պարեկները գիշերային ծառայության ժամանակ մարտի 30-ին ժամը 23:35-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են Էջմիածին քաղաքի բնակիչ 63-ամյա տղամարդու վարած ավտոմեքենան։ Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է որպես կաշառք պարեկներին տալ $100։ 63-ամյա տղամարդը ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են հակակոռուպցիոն կոմիտե։